գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Ես ընտրելու եմ Փաշինյան։ Կնշեք ինչու։ Ես բացատրելու բան չկա, ես թվում է դուք բոլորից լավ գիտեք մյուս կանդիդատներին։ Առաջինը Դավաճան, որ եկել է հենց Դավաճանի։ Այն երկու Ղարաբաղցի կլաններն էլ տեսել ենք էլի։ Դրա համար մեջներին ես գտնում եմ մեծ համար ամենահարմարը Փաշինյանն։ Իսկ դուք հավատում եք խաղաղությանը։ Եթե այն ստորագրությունները պայմանական, որ պայմանավորվել են Տրամպի հետ, կատարվի, իսկ թվում է մեր երկիրը ամենաապահովը կլինի։ Վերջերս թոշակները բարձրացան, առողջության ապահովագրությունը ներդրվեց, ինչ կասեք։ Էդ էլ մի հատ փաստ է, որը ապացուցում է, որ միջով Իրան ոչ մեկը նման քայլեր չի արել։ Հիմա այդ մարդը ամեն ինչ արեց, եւ թոշակները, եւ այս առուտրի հետ տալը գումարը ու հլա խոստանում է, որ անընդհատ այդ process-ը պետք է զարգանա, ոչ չընտրես։ Գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Այո, Եթե գաղտնիք չեք կնշեք ում։ ինչու ոնց կան գաղտնիք էլի։ Մեր հիմիկվա կուսակցություն, մեր հիմիկվա ԿՊ-ի։ կառավարությունը։ Ինչու գոհ եք նրանցից։ Այո, Կնշեք հատկապես ինչ են արել, որ գոհ եք։ ուրեմն բանակի հարցնավոր լավ լուծված, խաղաղության պայմանագիրն է, որը որ պետք է հաստատվի։ Ու մնացածն է դե Հավատում եք խաղաղությանը։ իհարկե։ Վերջերս թոշակները բարձրացան, առողջության ապահովագրությունը ներդրվեց։ Այ ապահովագրությունը շատ կարևոր բան է։ Թոշակը դե լավ է։ Ու ես զգում եմ, որ նորից պետք է բարձրանա մեր տնտեսական աճի հետ միասին։ Հավատում եք խաղաղությանը։ Այո, ես ինքս մասնակից եմ եղել 90-ականների, հիմա հավատում եմ արդեն։ Որտեղ մեզ պատերազմ պետք չի։ Մենք էլ երեխա չունենք, որ գնան ու զոհվեն անիմաստ, հիմա կարելի արդեն անվանել։ Այսօրվա պատերազմը եթե լինի անիմաստ է լինելու զոհերը, իսկ առաջվանը չէ։ Հենց որ թող խաղաղություն լինի մեր Հայաստանին։ Վերջերս թոշակները բարձրացան, առողջության ապահովագրությունը ներդրվեց, տեղյակ եք, օգտվել եք։ Ես չեմ օգտվել, բայց կինս է օգտվել։ Գոհ եք։ Հա։ Երևակայ դա շատ մեծ բան էր այս ազգի համար, մեր հայ ազգի համար։ Իհարկե, եթե գնահատող լինի ազգը։ Ես ուղղակի ապշում եմ որոշ մարդկանց վրա, որ դրսի ուժերի վրա են հույսները դնում հիմնականում։ Թե ով կգա ուրիշ ավտոներով, ուրիշ համարի ավտոներով ու Հայաստանում պետք է կարգ ու կանոն հաստատի։ Ամեն մարդ որ ինքն իրան վերափոխի, Հայաստանը կդառնա Սինգապուր։ Որոշել եք գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Որոշել եմ, բայց չեմ ասի։ Իսկ ներկայիս իշխանություններից գոհ եք։ Այո, մանկապարտեզ սարքել, ճանապարհ սարքել, փորձել արդարություն հաստատել, իհարկե լավ չի ստացվում, բայց կարևորը որը անում են, դեպի դա գնում են ու կստացվի։ Էլ ինչ մոռացա դպրոցները։ Վերջերս առողջության ապահովագրությունը ներդրվեց, տեղյակ եք դրանից։ Այո, Ինչ կարծիք ունեք։ շատ լավ բան են մտածել։ Մարդը երբ որ հայտնվի անելանելի դրության մեջ, ինքը գոնե հույս կա ինչ որ բան անելու։ Քայլ գնում ենք առաջ, մի քիչ դանդաղ, բայց ոչինչ։ Կարևորը տեղում չենք։ Իսկ դուք խաղաղությանը հավատում եք։ Այո։ Եթե չհավատանք, էլի ոնց կլինի, չի լինի, պետք է հավատանք։ ԿՊ-ին մեծ հավանականությամբ մի քանի պատճառ նշեմ։ Նախ մեր հայրենիքի սահմանների, այսօրվա ազատության, որ հանգիստ գլուխս դնում եմ բարձին, քնում եմ, վեր եմ կենում, էլի ես մեր նոր կառավարության շնորհնա ավելի շատ, հետո գիտեք ինչ, մարդիկ սկսեցին շատ ազատ խոսել, չէ՞, համաձայն չեք ինձ հետ, առաջ որ վախենում են մի բառ ասեն, հիմա շատ ազատ բոլորը ինչ ասես ու մասին ասես ասում են, դա էլ է շատ կարևոր է ազատությունը խոսքի, ազատություն հանգիստ կյանքի ավելի շատ է, քան թե առաջ, այդպես եմ մտածում։ Իսկ դուք խաղաղությանը հավատում եք։ Իհարկե հավատում եմ, համենայն դեպս ինչերի միջով անցանք հիմա խաղաղ ենք, ամեն դեպքում հիմա խաղաղ ենք։
Ապրիլի 1-ից թոշակներն են բարձրանալու։ Առողջության ապահովագրությունը ներդրվեց, ինչ կարծիք ունեք։ Դեռ չեմ օգտվել ճիշտն ասած, բայց շատ դրական կարծիք ունեմ։ Մարդիկ գիտեն, որոնք դեղերը չեն գնում, հիմա գնում են, այն որ հիմա պոլիկլինիկաներում հերթա, ընդ որում հիմնականում թոշակառուները գնում են վազելով, մեկը վիրահատության, մեկը ստուգման եւ այլ, դա էլ թոշակառուների համար բացի այդ 10,000 դրամը, որ ավելանում է, օգտվում են նաեւ մնացած բաներից, դա շատ լավ աղջիկ ջան։ Իսկ ղեկավարություն եք պատկերացնում։ Ոնց որ եղել է։ Ներկայիս իշխանությանը։ Ինչու պատճառ գտնվեք։ Այն ձերքա տալիս։ Օգտվել եք առողջապահության ապահովագրությունից։ Այո, օգտվել եմ եւ գոհ եմ։ Մոտավոր ինչ արժեքի ծառայություններ է մատուցվել։ Մի 600,000-ի Եթե գաղտնիք չեք կնշեք ինչ է կարելի։ աչքի օպերացիա։ Իսկ թոշակների բարձրացումից ինչ կասեք։ Գոհ ենք, Խաղաղությանը հավատում եք։ հավատում եմ։ Ավելի շատ ինչպիսի ղեկավարություն եք պատկերացնում։ Այս միայն ղեկավարությանը։ Փաշինյանը իմ դուրը գալիս է։ Կնշեք ինչով եք հավանում նրան։ Նրանով եմ հավանում, որ իր մեջ մարդկություն կա, ամբողջ օրը մարդկանց հետ ինքը խոսակցություն անում մարդկանց հետ, շրջում է գյուղից գյուղ, ամենտեղ գնում է, ինքը շատ լավ բան է, ղեկավար է, իմ կարծիքով, բայց ոմանք էլ իրանից բողոքում են, թեր վատն է, էս անում, Փաշինյանը կարող է երկիրը կործանի, Հավատում եք խաղաղությանը։ որ մարդիկ իրար հետ համերաշխլեն խաղաղություն կլինի, էլի։ Սահմանները նկատի ունեմ, որ չեն կրակում։ Հա, հյուսը արդեն ոնց որ այդ առաջվա կրակոցները վերացել է, ոնց որ գովա բանում են Ադրբեջանի, Հայաստանի միասնությունը։ Լիկընտրություններին ում եք քվեարկելու։ Դա գաղտնիք է։ Իսկ կնշեք ինչպիսի ղեկավար եք պատկերացնում, ինչպիսին կուզեիք լինել։ Արդար, մաքուր, ժողովրդին նվիրված աշխատելու։ Ներկայիս իշխանություններից գոհ եք։ Նայած, այո, որոշ շապով այո, շատ։ Կնշեք հատկապես ինչից եք գոհ։ Նորմալ աշխատանքից իրանց ժողովրդի մասին մտածելուց, այսքան շինարարություններից, դպրոցներից ծրագիր, մանկապարտեզ, որ մաքուր աշխատում են։ Իսկ դուք խաղաղությանը հավատում եք։ Ինչի՞ չեմ հավատում, որ փաստացի հիմա խաղաղ է։ Թոշակները վերջերս բարձրացան եւ առողջապահության ապահովագրությունը ներդրվեց, տեղյակ եք, օգտվել եք։ Այո, օգտվել եմ արդեն։ Կնշեք, եթե գաղտնիք չէ, ինչ ծառայություն եւ մոտավոր ինչ արժեր։ Վահանաձև գյուղի վիրահատություն էի արել, գնացի ստուգման։ Գոհ եք։ Իհարկե։ Ես դեռ չեմ կարա տենց ասեմ որոշեմ, առայժմ չգիտեմ, Իսկ ներկայիս իշխանություններից գոհ եք։ գոհ եմ, Կնշեք հատկապես ինչից եք գոհ։ ամեն ինչից, որ խաղաղություն է, այդ դրա համար։ Թող մեր երկրին խաղաղություն լինի, որ մեր ժողովուրդը հանգիստ խաղաղ ապրեն։ Այդքան դպրոցներ եւ մանկապարտեզներ վերակառուցվեցին նորով։ Կառուցվեցին, վերակառուցվեցին, թոշակը բարձրացավ, այդ առողջության, այդ առողջապահական հարցերը լուծեց։ Իշխանություններ եք պատկերացնում Հայաստանում։ Ներկայիս իշխանություններից գոհ եք։ Հա, դժգոհ չեմ։ Հա, գոհ եմ։ Հատկապես լավ է։ կնշեք ինչից եք գոհ։ Դե ամիշներ անում են, դնում են, սարքում են մարդիկ, դպրոցներ, ճանապարհներ, չգիտեմ, թոշակները բարձրացին։ Դուք խաղաղությանը հավատում եք։ Հա, հավատում եմ, չէ, բայց կան տարի արդեն համար 2 տարի կրակոցներ չկան։ Ճանապարհները բարձրային, բենզինի, նավթը գազը սաղաշխարան թանկացել է։ Այսօր հարցում են բենզինի ինչ կան, ասում են 460, ինչ կենա Եվրոպա բանը 2-3 անգամ թանկացել է, 800 դարար գազը Եվրոպայում։ Այնա կրոս աղջիկը Իռլանդիայում զանգվում եմ, ասում է, հավոր թանկություններ աստեղ գազը բանը։